Հիմա Տիգրան Ավինյանը մեղքը պատասխանատվության գցում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա, աշխարհի ասֆալտը հայերն են գնացել փռել։ Երևանում մի հատ ասֆալտ չեն կանում փռել, չեմ հասկանում։ Մենք շինարարից ատկատ ենք վեկալում։ Այո, պարոն վարչապետ, դուք շինարարից ատկատ եք վեկալում։ Իրանք ցնցումների մեջ են ընկնում ոչ թե նրա համար, որ իրենց կոռուպցիայի մեջ են մեղադրում, այլ ցնցումների մեջ են ընկնում, որ ժողովուրդը գիտի, որ իրան թալանչի կոռուպացված են։ Թաղապետին իր աթոռից շպրտել Հայաստանի ապագայի մասին չեմ մտածում, իրանք մտածում են իրանց ջեբի ապագայի մասին, որտեղ որ իրանց մարդիկ կոռուպցիայով են զբաղվում, այսենց իրանք չեն տենում, աշկերը փագա, ահա, այսենց վիճակը իրանց մոտ, ձեռ եք առնում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Բարև ձեզ, պարոն Չախոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք ձեր հաղորդաշարին։ Երևանի քաղաքապետարանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե 81 ակտ է կազմվել ապօրինի շինարարության, ապօրինի հողազարդման վերաբերյալ։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարան իր համար խնդիրներ է ստեղծում, հետո փորձում է հերոսաբար դրանք հաղթահարել։ Իմ ընկերը Արեշում սեփական տուն գնեց, սեփական հողամասի դարբասի մի կողմը 2 մետր քարից պարիսպ էր, մի կողմը 2 մետր ցանցից էր, որոշեց ցանցը փոխել քարով 2 մետր քանդեց եւ փորձում էր շարել, միանգամից վարչական շրջանից եկան, նախ արգելեցին շինարարությունը որպես ապօրինի շինարարություն, հետո էլ 200,000 տուգանք նշանակեցին։ Միամտություն կլինի կարծելը, որ հազարավոր ապօրինի շինարարությունները ու հողազարդումները առանց քաղաքապետարանի, վարչական շրջանի համապատասխան բաժինների ղեկավարների իմացությամբ է արվում։ Ինչ է սա նշանակում։ Իրականում Տիգրան Ավինյանի տվյալ հայտարարությունը ուղղակի հերթական թոզներ, մանիպուլյացիոն հանրության աչքերին փչած, թե իբրև ամեն ինչ իրենց վերահսկողության տիրույթում է, սակայն իրականում մենք բոլորը շատ լավ տեսնում ենք եւ հասկանում ենք, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Տեսնում ենք, որ գրեթե ամեն շաբաթ, եթե ոչ ամեն օր կամ օրը մեկ, Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններ է տեղի ունենում։ Եվ հենց հիմնականում այդ ոլորտները համակարգող անձինք են լինում։ Ինչ է տեղի ունենում։ Տեսեք, որ իրանք այդ թիվը նշել են 81, անկեղծ ասած դա շատ փոքր թիվ է։ Այն ինչ որ իրականում Երևանում տեղի է ունենում հողազարդումների վերաբերյալ։ Բազմաթիվ անգամ ես ինքս Երևանի քաղաքապետարանին հայտնել եմ, որ այսինչ տեղում հողազարդում է տեղի ունենում, սենց է հստակ փաստերով անհերքելի, բայց Երևանի քաղաքապետարանը պատշաճ ընթացք չի տալի։ Թողնում են շինարարությունը, զարդումը ավարտին հասցվի, ապօրինությունը, որից հետո ասեն, դե մենք գնացել ենք օրենքի տառին համաձայն արձանագրություն ենք կազմել։ Ժողովուրդ, տղեկ, արձանագրությունով չի, դուք պիտի կանխեք, որ շինությունը չկառուցվի, չէ՞ որ ես նախորդ դրա մասին տեղյակ եմ բան։ Ու դուք շատ ճիշտ եք նշում։ Ես փորձից ելնելով, թե քաղաքացիների, որ ինձ դիմում են, հիմնականում հենց այդպես է կա։ Քարը քարի վրա հենց բնակիչը դնում է, եթե այդ մարդը մեջք չունենա, ծանոթ չունենա, ատկատ չվճարի, քարը քարի վրա չի թողնում Երևանի քաղաքապետարանը։ Այսինքն, պիտի գործարքի գնաս քաղաքապետարանի հետ, որ կարողանաս ինչ-որ ապօրինությունը քո տենց ինչ-որ ձևի թողնես։ Դա ակնհայտ է։ Դեպքերը բազմաթիվ են։ Ես իմ էջում հրապարակել եմ։ Հա, դրանցից մեկին ծանոթ եմ, ինչ որ բենզրեցակայան էր կառուցվում, որին քիչ արդեն ապօրինի շինություն կար։ Իդեպ ինչ ընթացքում է։ Դուք հրապարակել եք ձեր Facebook-յան։ Հա, տեսեք, Եվ ում էր պատկանում այդ բենզալցակայանը ըստ ձեզ։ անկեղծ ասած, ըստ ինձ ես
չգիտեմ հստակ ում նա պատկանում, բայց ըստ մամուլում շարքվող բազմաթիվ տեղեկությունների արմատները տանում է դեպի իշխանության կողմ։ Իրականում տվյալ դեպքի վերաբերյալ ինչ էր տեղի ունեցել, հենց իմ հարևանության, որ բենզալցակայան էին կառուցում, նախագծի շեղումով էին արել։ Այն նախագծի, որը Տիգրան Ավինյանն էր հաստատել։ Եվ ինքնական շինություն էին կառուցել նախագծից դուրս, որը դա անօրինական է եւ այլն, ես հայտնել էի Երևանի քաղաքապետարան, միջև լայվ մտնելը, լայվով հայտնելը։ Բայց Երևանի քաղաքապետարանը ոչ մի պատշաճ ընթացք չտվեց։ Ճակերտավոր ասած, պատշաճ ընթացք տալը դա արձանագրություն կազմելը, այսինքն իրան տուգանել են եւ վերջ, շինարարությունը շարունակվում է իր ընթացքով։ Հա լավ, այսինքն ապօրինություն կարելի է անել եւ այդ ամենը տուգանքով պատժում է եւ վերջ, իսկ մյուս դեպքերում, երբ որ հասարակ քաղաքացին է անում, ինքնակամ շինություն է, ապօրինի առանց համապատասխան փաստաթղթեր գնում քանդում են։ Արդարությունը որտեղ է գործում։ Դա ակնհայտ երկակի ստանդարտներ է։ Եվ ինչ ասեմ, Պարզապես սիրուն աչքերի համար չի։ դե հա, բնականաբար է սիրուն աչքերի համար չի եւ ակնհայտ է, բոլորը տեսնում են, այդ թվում շատ ԿՊԱ-ականները, որ այո, Երևանի քաղաքապետարանում գործում է կոռուպցիա եւ երկակի ստանդարտներ։ Երևանի ավականու վերջին նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե 100 մանկապարտեզի ծրագրից ընդամենը 5-ում խնդիր ունեն։ Բայց հետո Մեսրոպ Մանուկյանը երբ հագադարձեց, որ միայն իր սոցիալական էջում արդեն 7 մանկապարտեզ կա, հա դե ասեց, թե թող 5-ը չլինի, 7-ը լինի։ Հետո էլ իշքան գիտեմ հայտարարեց նաև, որ այդ մանկապարտեզների մեծ մասը մինչև իր քաղաքապետ եղած ժամանակ են կառուցվել այդ խնդրահարույց։ Ինչպես կգնահատեք այդ փաստը։ Տեսեք, հերթական անգամ Տիգրան Ավինյանը իր ոճի մեջ հանրությանը մանիպուլացնում է, պետական պաշտոնյա լինելով Երևանի քաղաքապետ։ Մանիպուլյացիան ինչու՞մ է կայանում, որ իրենց ոճի մեջ փորձում են գցել մեղքը ուրիշների վրա, ինչպես որ Տիգրան Ավինյանն է նշում, որ իմ քաղաքապետ եղած ժամանակվանից էլ առաջ է տեղի ունեցել։ Այն մանկապարտեզները, որոնք հրապարակվել է, որ շահագործման չի հանձնվել, իրանց տենդերը տրվել է 2022 թվականին։ Իսկ մենք շատ լավ հիշում ենք, գիտենք, որ Տիգրան Ավինյանը, չլինելով Երևանի քաղաքապետ, լինելով փոխքաղաքապետ, վարում էր գործակարգավարական նիստը եւ Տիգրան Ավինյանը համակարգում էր շինբարեկարգման ոլորտը միջև Երևանի քաղաքապետ լինելը։ Այսինքն Տիգրան Ավինյանը իր հայտարարությունով, որ դա քաղաքապետ իր լինելուց առաջ ել է, բայց էլի դա եղել է իր պատասխանատվության տիրույթում։ Քանի որ նորից եմ կրկնում, նա համակարգում էր այդ ոլորտը։ Հիմա Տիգրան Ավինյանը մեղքը պատասխանատվության գցում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա, անհետեցություն է, էլի, ասենք լուրջ չի, եւ այն մարդիկ, ովքեր տենց քաղաքականությամբ տենց հետևողական չեն հետևում Տիգրան Ավինյանի հայտարարություններին, լսելով հասկանում են, դե ասում են, դե Տիգրան Ավինյանը մեղք չունի, սուրբ է, էլի, տեսեք ինչ ասում, բայց իրականում հանրությանը մոլորեցնում են նմանատիպ հայտարարություններով։ Ասում են 5-ն է, 7-ն է, իրականում ոչ 5-ն է, ոչ 7-ն են, բազմաթիվ են։ Տեսեք, իրանք նույնիսկ հայտարարում են, որ մենք անորակ մանկապարտեզներ չենք ընդունում։ Իրանք սուտ են ասում, ընդունում են թիվ 71 մանկապարտեզը, գնամ ցույց տամ։ 2023 թվականին ես ցույց էի տվել, որ շահագործման էր հանձնվել, այսինքն մանկապարտեզը ընդունել էին, բայց մանկապարտեզը արդեն քանդվում է։ Նոր վերանորոգված մանկապարտեզի մասին է խոսքը գնում։ Իսկ այն մանկապարտեզները, որոնք մենք ցույց ենք տալի, որ ժողովուրդ ջան, տեսեք, այսքան գումար են վճարել, մանկապարտեզը 23 թվականին պետք է գործեր, բայց չի գործում։ Դա նորմալ է, չէ՞ որ պիտի բոլոր գործիքակազմը ունեք,
հետևելու, համակարգելու, որ խնդիրները այդպես չսրանան։ Բայց հետո էլ ասում են, սենց չի նենց, ինչը տենց չի։ Բայց մանկապարտեզի փողերը ուր է։ Դրա պատասխանատուները ով է, ովքեր որ պիտի պատասխանատվություն կրեն։ Ոչի բան, 2 տարի անցել է։ Ու դրա մասին ոչ ոք չէր խոսում։ Հանրայնացեցին նոր, ինքը հելնում ասում է, հա, խնդիր կա։ Մենք էլ շատ լավ գիտենք, որ խնդիր կա։ Այսքան ժամանակ երբ է Արտուր Չախոյանը սխալ կամ սուտ բան խոսացել, որ դուք հերքեք այն, ես էլ հակառակ հստակ փաստերով չհերքեմ։ Հստակ ես միշտ ճիշտ եմ եղել եւ որդեգրել եմ այն քաղաքականությունը, որից պետքա սուտ չխոսամ, եւ դա ակնհայտ է, միշտ ես ին ուղղությամբ եկող զրպարտությունները միշտ հերքել եմ հստակ փաստերով։ Բայց այն ինչ որ տեղի է ունենում, իրանք զրպարտում են, փորձում են իրենց թալանը կոռուպցիան քողարկեն, դա ուղղակի ամոթ է, էլի, ասենք ինչա դուրս գալի, մեղքը գցում են ուրիշների վրա։ Եթե մենք ավելի խորը այդ ամեն ինչի մեջ ուսումնասիրենք, մենք տեսնում ենք այդ տենդերները ով է շահում։ Մանկապարտեզի տենդերը ՔՊ-ական Լինանարմ ընկերությունն է շահել, չէ՞, գումարը իրանք են տվել։ Արամ Սարգսյանի կուսակիցը Էկոբիլդինգ ՍՊԸ-ն մանկապարտեզը շահել է, այսինքն երկու դեպքում էլ իրանց մարդիկն են, ու մանկապարտեզները շահագործման չեն հանձնել։ Իրանք են ֆոտոշոփով շենքը տեղափոխում, որ շինթույլտվություն տան, էլի նույն իրենց ընկերություններին։ Հա դրա մեղավորը պատասխանատուն ով է։ Իրանք են։ Հետո էլ ասում են Պուտինն է մեղավոր, ինքը գնում նկարում է։ Հա, գնում նկարում ենք, հրապարակում ենք, որ հանրությունը տեղեկացված լինի, թե ինչպիսի թալանչի կոռուպացված իշխանությունը, որ եկա իշխանության գալու իրանք այլ արժեքների մասին էին խոսում, որ հատիկ առ հատիկ վերադարձնեն, բայց տեսանք, որ իրանք էլ ավելի բեթարը դուրս եկան, ավելի վատը։ Իդեպ, եթե չեմ սխալվում, այդ շինարարների սև ցուցակ երևույթը իրենց օրինացն է, որի մեջ մտցնում էին վազդ աշխատանքներ անողներին ու համառորեն 4-5 անորակ շինարարություն անողին նորից տենդեր են վստահում։ Շատ ճիշտ եք նշում։ Օրինակ ես Լիլանարմ ընկերության վերաբերյալ բազմաթիվ անգամ հրապարակումներ եմ արել։ Անհերքելի։ Բացի հրապարակումներից այդ ամենը ամրագրել եմ իրավական դաշտում, այսինքն դատախազություն դիմում եմ գրել, վարչապետին եմ դիմում գրել, Տիգրան Ավինյանին եմ դիմում գրել, բայց ոչ մի ընթացք չկա։ Օրինակ Երևանյան լիճը նույն Լինանար ընկերությունն է արել, որը տնօրենը ՔՊ-ական է։ Ծավալների հավելագրում, կոռուպցիա եւ այլն։ Եվ այդ մարդին շարունակաբար տենդերներ են տալի։ Ախորժակել ավելի մեծանում է։ Հա եթե դուք շահագրգռվածություն չունեք, դուք օրենքի մարդ եք եւ կապ չունի ձեր կուսակիցն է եւ այլն, սև ցուցակ գցեք, ժողովուրդ։ Ակնհայտ է, անհերքելի է, ոչ ոք չի կարա հերքի ասի Չախոյանա, այստեղ սուտ ասում, սխալ ասում, որովհետեւ սա այսպես է։ Ճիշտ եմ ասում։ Ոչ ոք չի կարող հերքել, նորից եմ կրկնում։ Գցեք սև ցուցակ այս բաների համար, որ նման շարունակություն չտիրի։ Բայց մենք տեսնում ենք հակառակը, ոնց որ նոր նշեցի, ախորժակներ շատանում են, տենդերները ավելի չաղ, հարուստ, սենց տալիս են։ Ու դրա մեղավորով է, այսինքն իրանք տենդերները տան, գումարները իրանք ստանան, մանկապարտեզը շահագործմանը հանձնվի ու մեղավոր լինի դրանում Չախոյանը, դες ոնց է լինում։ Իդեպ գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավիրյանը հայտարարեց, որ առաջի անգամ են լսում Լիլանարմ ընկերության մասին Մեսրոպ Մանուկյանից։ Ուրեմն Տիգրան Ավինյանը հանրային հայտնում է, որ ձեր նշած հայտարարությունով նա սուտ է խոսում, որ նա առաջի անգամ է լսում, քանի որ բազմիցս անգամ իրեն այդ թեմայով խոսացել են, ինքը տեղյակ է, որ Լիլանարմը ՔՊ-ական ընկերություն է, մեկ վայրկյան, հստակ փորձեմ այդ հատվածը գտնել եւ հրապարակային ցույց տամ, որ մեկ վայրկյան,
քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հարցազրույցա Փաստինֆոյից, որը լրագրողը Տիգրան Ավինյանին ասում է. Այս բարեկարգումը իրականացրած ընկերության տնօրենը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու թեկնածու է, երբ իրեն հարցրինք արդյոք կուսակցության Նարեկ Պողոյան Լիլանար ընկերության Մարդը առաջի անգամ է լսում, վայ, ոնց կլինի։ Այսինքն հասկանում եք իրանց ստորության աստիճանը ուր է հասնում։ Իրանք ամեն ձև ժողովրդի աչքերի մեջ նայելով լկտիաբար սուտ են խոսում։ Ասեմ ավելին, Տիգրան Ավինյանը իմ ունեցած տեղեկություններով, որը հենց այդ տեղեկությունը հաստատել է Լիլանար ընկերության տնօրենը Նարեկ Պողոյանը, որ Տիգրան Ավինյանի հետ ֆուտբոլ է խաղացել։ Այսինքն իրար հետ սպորտով են զբաղվում։ Այսինքն տես ոնց է լինում։ Կուսակիցին չի ճանաչում։ Չի հիշում առաջի անգամ Մեսրոպ Մանուկյանից այդ անունը լսում։ Այդ մարդու հետ ֆուտբոլ է խաղում ու տենց խայտարակություն էլի ուղակի։ Այսինքն լկտի հերթական սուտերի շարան։ Նորից եմ կրկնում։ Այն մարդիկ, ովքեր քաղաքականությունով չեն զբաղվում եւ չեն հետևում Տիգրան Ավինյանի օրինակ պաշտոնավարումը, իր հայտարարությունները, իր նման հայտարարությունները լսելուց ասում են, դե տեսեք, ախր Տիգրան Ավինյանը սուրբ է, մեղք չունի, բայց իրականում գրեթե բոլոր Տիգրան Ավինյանի հայտարարությունները մեկը մյուսին հակասում է։ Եվ եթե ես սուտ եմ ասում, թող դատի տան ինձի եւ զրպարտելու համար պատասխանատվության ենթարկվեմ։ Չեն տալի, որովհետեւ ճիշտ եմ ասում, չեն կարող ինձի դատի տալ։ Դա էլ թող ժողովուրդը արդեն իմ խոսքերից այդ իրենց հետևությունները անեն, որ ես միշտ ճիշտ եմ խոսում։ Ազգային ժողով կառավարություն հարցպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ջղաձգվեց, երբ պատգամավոր Աննա Գրիգորյանը ասաց, որ 7 միլիարդի պարտք եք վերցրել եւ մի քանի անգամ ասֆալտում եք նույն փողոցները։ Ինչ վիճակում է գտնվում ասֆալտապատումը Երևանում, այն հանրապետության մակարդակով Երևանում։ Շատ ճիշտ են ասել ու մենք բոլորս ենք տեսնում, որ ասֆալտապատման աշխատանքները ցախողված է, որ նույնիսկ ասֆալտ չեն կարողանում անել եւ ասֆալտով իրանք բագորգոր հայտարարություններով եկան իշխանության, որ հեսա ասֆալտ ենք փռելու եւ այլն եւ այլն, բայց մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ հենց ասֆալտի մեջ է ամենա այդպես մեծ չախ այդ կոռուպցիոն գումարները պատտվում։ Բայց մենք տեսնում ենք ինչ, նույնիսկ տվյալ դեպքում կրկին Տիգրան Ավինյանի ամպագորգոր հայտարարությունները հակասում են։ Օրինակ վերջերս Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նույն տեղը մենք փոշ չենք անում եւ նոր ասֆալտապատման աշխատանքներում խնդիրներ չեն առաջանում եւ այլն։ Ժողովուրդ մեկը կա, որ կարող ասի Երևանում այս փողոցում ասֆալտ են արել եւ խնդիր չի եղել։ Բայց բոլոր դեպքերում, անկեղծ եմ ասում, ասֆալտ փռելուց հետո քանդում են, գործ են անում։ Խրամուղի են անցկացնում, դիտահորն է քանդվում, ասֆալտն է քանդվում։ Այս հրապարակային ասեմ, այս անցած տարի, որ Միասնիկյան Պողոտան, այսինքն Գազանանոցի ճանապարհը, որ ամբողջովին ասֆալտապատել էին ու հայտարարել էին, որ դա նոր տեխնոլոգիաներով արված ասֆալտ է։ Վերջ։ Դրանից այն կողմ ասֆալտ չկա։ Մոտ 1 ամիս առաջ եմ հրապարակել, որ այդ ասֆալտը արդեն քանդվել է։ Հասկանում եք։ Քանդվում է ու հիմա էլ ավելի վատ վիճակում է։ Գնալ են քանդվում է։ Նոր արված ասֆալտ է։ Ու դա ամեն տեղ է այդպես։ Ու հենց դրա մասին էլ ժամանակ առ ժամանակ հենց իրանք էլ գործակարգավարական նիստերի ժամանակ խոսում են։ Բա լավ, դրանում ով է մեղավոր։ Ով է մեղավոր։ Իրանք են մեղավոր։ Օրինակ այս հավաքանու նիստի ժամանակ իրանք մեղքը գցեցին, ասեցին, թե բա օրինակ այդ թվում էլ Վահագն Ալեքսանյանը ասեց, «Վայ այդ որ գնում նկարում եք, այտենց ճկույտով քանդում եք, հա, ինձ նկատի ունե, բախի մի անգամ էլ դուք չեք գնում նախկինների ընկերության աշխատանքները հրապարակեք»։
Միաստիկյան Պողոտան իրականացրել է ասֆալտապատման աշխատանքները ABB-ն։ Այն որ հենց իրանք են ասում, որ այդ ընկերությունը փոխկապված է նախկին նշանությունների հետ։ Այսինքն տվյալ դեպքում էլ մանիպուլացնում են հանրությանը, թե իբրև մենք նախկինների աշխատանքներին չենք անդրադառնում։ Մեր համար կապ չունի ով անում, ոնց անում, աշխատանքները որակով արեք։ Եվ այդ աշխատանքի որակով իրականացնելու գործառույթը ամբողջ գործիքակազմը իրաց ձեռքերում է, չի անում։ Օրինակ, փակ շուկայի գետնանցումի այդ հայտնի այդ շապավեն կտրած Տիգրան Ավինյանի այդ օպերացիան, այսպես ասած։ Այդտեղի շինարարը Բիտեկն է։ Բիտեկո ում ընկերությունն է, ճիշտ է, նախկին իշխանության ընկերությունն է։ Տենդերով է շահել Բիտեկը, ով է մեղավոր, ճիշտ է, Չախոյանն է մեղավոր։ Խի է մեղավոր, որ ցույց է տվել։ Ու հետո էլ ասում է ցույց չեն տալի։ Մեռանք ցույց տվելով։ Ու նմանատիպ դեպքերը շատ են։ Օրինակ Թումանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները նույնպես ABB ներառե թերություն կար, ցույց էին տվել։ Այսինքն այս իշխանությունը սրբարտելու, սուտ խոսալու համար իրանց ուշքը գնում է։ Կարծում եմ, եթե մի օր իրանք կամ 1 րոպե սուտ չխոսան, իրանք շունչը կկտրվի ու իրանք կխեղդվեն։ Որտեվ էլ ուրիշ կարծիք այդ ամենի շուրջ չի ստեղծվում։ Նույն ազգային ժողովի հարցապատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ջղայցկվեց, երբ խոսքը գնաց կոռուպցիայի մասին, հայտարարեց, թե մենք ըստ էության դպրոց կառուցել չգիտենք, մանկապարտեզ կառուցել չգիտենք, ասֆալտել չգիտենք, միամտություն չի, որ այդ ամենը անորակ կառուցելը կապել չիմանալության հետ, այն հստակ ըստ էության կոռուպցիայի ատկատների հստակ մեխանիզմի արդյունք է։ Այո, եւ հենց դա շատ լավ հասկանում է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, այսպես ասած, աշխարհով մեկ աշխարհի ասֆալտը հայերն են գնացել փռել։ Երևանում մի հատ ասֆալտ չեն կարող փռել, ոնց կարա տենց բան լինի։ Առանց բիտում ասֆալտ են փռում։ Պարզ չի, որ դա կոռուպցիա է։ Բոլորն էլ հասկանում են, որ ասֆալտի մեջ ամենաանբաժանելի բաղադրիչը, թանկարժեք, դա բիտումն է, սև ձութը։ Այն որ հանրության համար ասեմ ավելի մատչելի բացատրել, որ սև նյութ են փչում, փռում, դա բիտումն է, որը թանկ գումար արժի։ Դա չեն փռում, հետո ասում են ասֆալտը խի է քանդվում։ Ու հենց Նիկոլ Փաշինյանը իր ցնցուղ կախիչ օպերացիայի ժամանակ, այդ արշավի ժամանակ, այսպես ասած, հայտարարեց, ասաց, ես չեմ հասկանում։ Մենք շինարարից ատկատ ենք վեկալում։ Այո, պարոն վարչապետ, դուք շինարարից ատկատ եք վեկալում, որովհետև այդ ամենը այլ բացատրություն չունի եւ դուք էլ շատ լավ հստակ այդ ամենը հասկանում եք, բայց ատկատը իրանց համար այնքան քաղցր բան է, որ չեն կանգնում։ Սենց անկուշտի պես ընկել են այդ թալանի աթոռի վրա, գանվել են ու սենց երկիր ասֆալտով, բորջուրներով բան թալանում են։ Ու ասում են նախկիններն է մեղավոր, Չախոյանն է մեղավոր, բայց երբ որ ես գրությունով նույնպես հայտնում եմ, որ ժողովուրդ տեսանյութ եմ գցում, ցույց եմ տալի, որ տեսեք, ասֆալտ են փռել առանց բիտում, իսկ թղթով բիտումի համար գումար կա, տեսեք, դուք բիտումի համար վճարել եք, ամբողջով իրավական ընթացքով բան ցույց եմ տալի, շինարարին պատասխանատվության չեն բերում։ Բա հիմա այդ ամենում ով է մեղավոր։ Պարզ չի, որ ատկատ եք վեկալել։ Ու հիմա ինչ են արդարանում, ինչ են խոսում եւ այլն եւ այլն։ Թալանչի են եկել են իշխանությանը, փողի համը զգացել են, չնայած կարծում եմ հենց դրա համար էլ եկել էին։ Իրանց կոտորել են ու հիմա երբ որ ընտրություններ են արժևը, ցնցումների մեջ են ընկնում, երբ որ իրանց կոռուպցիայի մեջ են մեղադրում ու իրանք ցնցումների մեջ են ընկնում ոչ թե նրա համար, որ իրանց կոռուպցիայի մեջ են մեղադրում, այլ ցնցումների մեջ են ընկնում, որ ժողովուրդը գիտի, որ իրանք թալանչի կոռուպացված են։ Այդ դրա հետ իրանք չեն կարող համակերպեն, որտեղ արդեն ժողովուրդը տեսնում է ու իրանց ստերի
չեն ընդունում, այսինքն ժողովուրդը արդեն հասկանում է, որը որից հետո է։ Ես սադրանք եզրույթը 30 տարի լսել եմ ադրբեջանական քարոզչամեքենայից, երբ Հայաստանի հետ սահմանի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց օգտագործում էր Ադրբեջանը պաշտոնական Բաքուն, ու վերջերս ավելի հաճախ սկսեցի լսել ձեր դեպքի հետ կապված արդեն Երևանի քաղաքապետարանում, Նոր-Նորքի վարչական շրջանում, նույնիսկ կառավարությունում, ինչ է, այս ադրբեջանական քարոզչամեքենայի սկզբունքը որդեգրել են այս իշխանությունները, եւ իրենց բառապաշարով հարց տամ, ինչով էիք սադրել Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավար, ոհմակով հարձակվեցին ձեր վրա, իդեպ ասեմ, ոհմակով հարձակվելն էլ դա թուրք-ադրբեջանական գործելավոճ է, նրանք երբեք միայնակ չեն հարձակվում, անպայման ոհմակով եւ դիմացինը մի քանի անգամ իրենցից քիչ պետք է լինի թվաքանակով։ Դե տեսեք, այնինչ որ իրանք թշնամիների թուրք-ադրբեջանական իշխանության օրակարգն են սպասարկում, դա ակնհայտ է եւ դա բոլորս ենք հասկանում եւ արդեն ոնց հասկանում եմ իրենց բառապաշարն են եւ գործառույթն են որդեգրել, իրենց պես են ապրում։ Սադրանքը, որ իրանք որակավորում են կոռուպցիայի բացահայտումը, սադրանքը դա արդեն ինքնին ամեն ինչի մասին խոսում է, որ այս նույն այդ ցնցումների մասին, այսինքն մարդիկ այնքան ծանր են տանում կոռուպցիայի բացահայտումը, որ խուլիգանության, հարձակման, հաշվեհարդար, ամեն ստոր քայլի պատրաստ են, ինչը որ մարդկանց վախեցնեն, որ կոռուպցիայի մասին չխոսան, բայց եթե թալան կա, պիտի խոսացվի, չպետք է լռել, ու իրանք ասում են սադրել են, ինչու՞մ եմ սադրել։ Մանկապարտեզի հրապարակած տեսանյութը, որը 3 րոպե տևողություն ունի, այդ տեսանյութում ես որևիցե մեկի հասցեին ոչ մի վիրավորական խոսք չեմ հնչեցրել, այդ թվում թաղապետի եւ այդ թվում տողատակո հետին մտկում էլ ոչ մի առումով վիրավորական խոսք չեմ հնչել, բայց դրանից հետո թաղապետը հենց ինքն է ինձ զանգում առաջինը եւ սպառնում է։ Սպառնալիքը սադրելը ոնց է լինում։ Ու այդ ամենը միտումնավոր կազմակերպված է եղել, օրինակ հենց իր թաղապետի հարցազրույցը միացնել, որ բոլորի համար ավելի պարզ լինի։ Միտումնավոր են զանգել իրենց։ Ես այո, միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո, միտումնավոր եմ զանգել։ Այսինքն կոռուպցիան բացահայտել ես, ոչ ոքի հասցեն վիրավորական խոսք չես հնչեցրել, թաղապետը բռնում է միտումնավոր զանգում ու սպառնում է։ Սադրանքը ոնց է լավ, որ ես եմ արել։ Պարզ չի, որ սադրանքը իրանք են արել, որ առաջին ինքն է զանգել, որ միտումնավոր զանգել է, այսինքն այդ ամենը պլանավորած է։ Թաղապետը այդ թվում ասում է, որ իրանք դրթում էին, որ ես զանգահարեի իրենց, հետևաբար իրանք գիտեին, որ ես զանգելու եմ իրենց։ Ոնց են դրթել իրան, որ թաղապետը միտումնավոր զանգահարեր։ Այսինքն կոռուպցիայի բացահայտումը ըստ իրանց խոսքերի դրթել է, որ իրանք միտումնավոր զանգեն։ Այսինքն այս մարդիկ իրանց թալանը արդեն ոչ մի ձևի չեն կարող քողարկեն, արդեն գնում են խուլիգանությանը, քանի որ իրենց բոլոր այդ արարքը որակավորվում է հենց այդպես խուլիգանություն, խուլիգան են իրանք, թալան չեն, եւ հենց իրանք ցնցումների մեջ են ընկնում, հիստերիա է իրանց մոտ սկսում, հա, ես հենց ձեռներ եմ բարձրացնում, Նիկոլ Փաշինյանը ոնց է խոսում, արդեն հիստերիայի մեջ է ընկնում։ Էսա, իրանք այս արդեն այդ ամեն ինչի հետ չեն կարող համակերպել, որովհետեւ այդ թալանը այնքան շատ է, այնքան ակնհայտ է, որ ժողովրդի աչքերի մեջ չեն կարողանում նայել։ Ու բայց ժողովրդի աչքերի մեջ նայելով խուլիգանություն են անում ու սուտ են խոսում իրանց թալանը աթոռը պահելու համար։ Ինչպես կգնահատեք փաստը, որ Նոր-Նորքի արդեն նախկին վարչական շրջանի ղեկավարը բավականին ուշ հրաժարական տվեց, սկզբում ըստ հայտարարում էր, որ չի հեռանալու։ Տեսեք, ինչպես միշտ հայտարարել է, ես իր հրաժարական չտալը
պայմանավորված էր հանրային ճնշման հետ։ Այսինքն, եթե հանրային ճնշում չլինի, այսինքն մի երկու օր հետո կմոռացվեր, նա իր աթոռին գանված կմնար։ Այսինքն բնավ ինչ որ Եվրոպամետ այն արժեքների մասին, որ իրանք խոսում են, իրանք չեն կրում, որովհետև իրանք Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խրախուսեցին այդ խուլիգանությունը, այսինքն Տիգրան Ավինյանը այդ թվում ունենալով այդ գործիքակազմը թաղապետին հեռացնելու, չհեռացրեց, այսինքն խրախուսեց։ Ու նմանատիպ իրենց տվյալ դեպքի վերաբերյալ այլ հայտարարություններ, որ ինչ արել ենք, լավ ենք արել, ու որ պետք է լինի էլի կանենք, ու շարունակում են նույն քարոզը տանել, ու երբ որ թաղապետին հարց են ուղում, դուք չեք զղջում դրա համար, ինքը ասում է ոչ, էլ խրախուսելը այլ կերպ չի լինում, այսինքն այս իշխանությունը բռնությունը խրախուսում է, իսկ հրաժարականը տվել է նրա համար, որ հանրային ճնշում է տեղի ունեցել, այսինքն հանրությունն է թաղապետին իր աթոռից շպրտել, այսինքն ոչ թե հանել, այլ շպրտել է հանգամանքների բերումով, թե չէ եթե հրաժարական տվող է, հենց առաջին իսկ օրը պետք է տար, բայց հանրային ճնշման ներքո նա հեռացավ պաշտոնից եւ ուզում եմ հիմա ներկայացնեմ Արամ Սարգսյանի հայտարարությունը անհետ, տեսեք ինչ է ասում։ Տիգրան Մարգարյանը անմիջապես այդ դեպքից հետո, երբ որ խնդիրը հասավ ազգային ժողով եւ վարչապետին, հարցեր տալու հենց այդ նույն օրը եկել է ու ասել է, տղեկ, ես որոշել եմ, ես հրաժարական եմ տալու, որտեվ ես չէի պատկերացնում, որ այս կարգի աղմուկ կարող է բարձրացնել։ Այսինքն այս մարդիկ խուլիգան են, ասում է ես չէի պատկերացնում, որ այս կարգի աղմուկ կարող էր հելնել, այսինքն լայվով 10 հոգով հարձակվեք մի մարդու վրա ու չպատկերացնեք, որ հանրությունը այդ արարքը դատապարտելու է, լուրջ եք ասում, ձեռ եք առնում, ու այս մարդիկ երեսը պնդսնում են, խոսում են Եվրոպամետ արժեքներից, ու այս մարդիկ, այսը 26 թվականին Արամ Սարգսյանի գլխավորությամբ հենց նա առաջադրելու է թեկնածությունը վարչապետի աթոռում, այսինքն այն դեպքում, երբ որ իրանք չէին պատկերացնում, որ լայվով 10 հոգով հարձակվելու համար ժողովուրդը պետք է դատապարտի ու դրա համար էլ հեռացել են, հիմա հայտարարությունը միասին լսենք։ Որ խնդիրը կարող է հասնել նույնիսկ այս մակարդակի, որ տանը իմ երեխեքը միացնում են հեռուստացույցը գիշեր-ցերեկ մենակ իմ մասին են խոսում եւ այլը, եւ այս համատեքստում ես հրաժարական եմ տալիս, որ կրքերը մեղմվեն, այս թեման փակվի։ Այսինքն պարզ է, չէ՞ որ խիա հրաժարական տվե հանրային ճնշման արդյունքում։ Այս մարդիկ չեն պատկերացնում, որ մարդ ծեծել չի կարելի 10 հոգով, խուլիգանություն անել չի կարելի, իրանց դեմքն են ցույց տալի։ Ու նորից եմ կրնում, այս մարդիկ խոսում են Եվրոպամետ արժեքներից։ Իդեպ ձեր Facebook-յան էջին հետևելով ես տեսել եմ, որ Եվրոպամետ Հանրապետության կուսակցության անդամները նաև անմասն չեն մնում այդ շինարարությունից կոռումպացված։ Ինչ դեպքեր եք հայտնաբերել։ Տեսեք, հենց ինձ կուսակիցը Մասիվում, որտեղ իրենց թաղապետն է, շենք են կառուցում 16 հարկանի, որտեղ շինտուլտուվություն է տվել Երևանի քաղաքապետարանը, այսինքն ապօրինի անօրինական ոչինչ չկա, օրենքով են ապօրինությունը արդեն օրենքով են անում։ Շինտուլտուվությունը փաստաթղթով տալու համար, որ ամեն ինչ օրենքով լինի, Photoshop-ով շենքի վայրը տեղափոխել են հեռու, որ թղթով ամեն ինչ օրինական լինի, բայց իրականում այդ շենքը այնտեղ է, որտեղ նախագծերը չի համապատասխանում։ Այսինքն մարդիկ փաստաթուղթ են կեղծում շինթույլտվություն տալու համար։ Բա դա ով արել։ Հենց իրանք են արել։ Մանկապարտեզի տենդեր են շահել, 226 միլիոն դրամ է գումար են տվել։ Այսինքն ու մանկապարտեզը չի շահագործում, ասում են քրեական գործ կա։ Հիմա այդ երեխեքը ինչ անեն, որ քրեական գործ կա։ 2 տարվա ընթացքում, որ մանկապարտեզը չի շահագործվել, դուրս եկա, որ արդեն մի սերունդ մանկապարտեզ չտեսավ։
Ու այսօր մենք բոլորս էլ գիտենք մանկապարտեզները միշտ ծանրաբեռնված է։ Ասում են մենք մանկապարտեզներ ենք սարքում եւ այլն եւ այլն։ Հետո քանդվում էլ էին, ես ձեր տեսանյութերից տեսա 2 տարի որ չշահգործվի, եղածներ քանդվում։ Թքած կպցրած իրանք չեն անում, վիզուալ տեսք ապահովում են, սենց թքել կպցնելով, Եթե դուք դրսից եք նկարում, ներսից ինչ վիճակ է։ Նա ներսն էլ է, որ արդեն տանիքի ջուր է հոսում եւ այլն։ Այսինքն այս մարդիկ ակնհայտ է Հայաստանի ապագայի մասին չեն մտածում, իրանք մտածում են իրենց ջեբի ապագայի մասին։ Իրանք իրենց գրպաններն են բարեկարգում, այլ ոչ թե երկին են բարեկարգում։ Հակառակ դեպքում արդեն համապատասխան մարդիկ ձերբակալված կլինեին, պատասխանատվություն կկրեին եւ արդեն այդ խնդիրները լուծումներ պետք է ստանան, բայց տենում ենք արդեն քանի տարի է հարցի լուծում չեն տալի, բայց երբ որ իրանց է պետք ձերբակալել անմեղ մարդուն, այդ թվում ինձ, երբ որ ամբողջ հանրությունը տեսավ թե ինչ է տեղի ունեցել, թաղապետին ձերբակալելու փոխարեն ինձ են ձերբակալում, այդտեղ պետք է օրենքը, որ իօգուտ իրանց աշխատի, բայց որտեղ որ իրանց մարդիկ կոռուպցիայով են զբաղվում, այսենց իրանք չեն տենում, աշկերը փագ է, ահա։ Այսենց վիճակը իրանց մոտ, ձեռ է կառնում ժողովուրդ։ Բարձվում է։ Դե լկտիության իրանց աստիճանը այդքան է ու ժողովուրդը այդ ամենը տեսնում է։ Շնորհակալություն պարոն Չախոյան, կարևոր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Պանորամայի մի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր հանրային գործիչ Արթուր Չախոյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում։